Բարև ձեզ, այսօր մեր տաղավարում է ՀԱԵՔՎ քաղաքացիական միավորման վարչության անդամ Աննա Կոստանյանը։ Տիկին Կոստանյան, բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Տիկին Կոստանյան, նախ երեկվանից շատ շրջանառվող տեղեկությանն եմ ուզում անդրադառնանք, արդյոք ՀԱԵՔՎ-ն միավորվել է Ուժեղ Հայաստան կուսակցության հետ եւ ընտրություններին այդ կուսակցության հետ է մասնակցելու։ Շատ դասական ձևով զանգվածային լրատվամիջոցներում, ինչպես միշտ տարածվում են տեղեկատվություններ, որոնք երբեմն եւ ցավալիորեն կրում են ապատեղեկատվական բնույթ։ Բնականաբար տարբեր տեսակի կոնսուլտացիաներ ամենատարբեր քաղաքական ուժերի հետ վերջին մի քանի ամիսներին, մոտ կես տարվա ընթացքում շարունակական ձևով եղել են։ Եվ բնականաբար նաև այդ քաղաքական ուժի հետ եւս կան տևական երկխոսության ֆորմատներ, որոնք բնականաբար այս փուլում կարող են նախընտրական որպես զարգացումներ դիտվել, քննարկում ենք համագործակցության ձևաչափեր, բայց միացել է ձևակերպումը բոլորովին չի համապատասխանում իրականությանը, քանի որ այնտեղ չի գտել պարոն Չալաբյանը ցուցակում է լինելու Ուժեղ Հայաստանի։ Փաստորեն, ուրեմն այն մարդիկ, ովքեր տարածում են այս տեղեկատվությունը, ՀԱԵՔՎ վարչության անդամներից ավելի տեղեկացված եւ իրազեկված են, չկա նման բան եւ նույնիսկ ասեմ ավելին չի էլ քննարկվում որոշակի հանգամանքներից ելնելով, բայց երկխոսություններ իհարկե կան, ասեմ ավելին, ամենատարբեր քաղաքական ուժերում ՀԱԵՔՎ քաղաքացիական նախաձեռնության բոլոր անդամները ունեն ընկերներ, որոնց հետ պահպանում են շարունակական կապ, եւ եթե ելնենք այդ տրամաբանությունից, ապա բոլոր քաղաքական ուժերի հետ ՀԱԵՔՎ-ն պատրաստվում է մասնակցել ընտրություններին, աբսուրդ է, չէ՞։ Ես կարծում եմ այս պահին չարժե ինչ-որ վերջնական եզրահանգումներ տալ, տեղի ունենում որոշակի գործընթաց, որի մասին զանգվածային լրատվամիջոցներին եւ հանրությանը մենք կտեղեկացնենք առաջիկայում։ Այս պահին ինֆորմացիան հստակ չէ, սա միանշանակ կարող եմ ասել, առնվազն ընտրացուցակներում ներկայացվածության մասով։ Կարող ենք ասել, որ հստակ է մի բան, ՀԱԵՔՎ-ն ինքնուրույն չի մասնակցում, բայց աջակցելու է ընդդիմադիր որևէ ուժի։ Թե որ ուժի դեռևս չեք ասում, բայց ընդդիմադիր որևէ ուժի աջակցությամբ եք հանդես գալու։ Հստակության մասին էլ այդպես միանշանակ հայտարարություններ չեմ շտապի անել, որովհետև նախընտրական ցուցակները կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու ժամկետները դեռևս չեն սպառվել, այսինքն այդ ժամկետների շրջանակներում շատ փոփոխություններ կարող են լինել, իրականությունը այնպեսին է, որ անընդհատ պերմանենտ մենք գտնվում ենք տարբեր բանակցային քննարկումների մեջ եւ երբ որ ՀԱԵՔՎ-ն կունենա հստակ եւ վերջնական ուրեմն որոշում մասնակցության ձևաչափի վերաբերյալ դրա մասին բնականաբար կհայտարարենք եւ կտեղեկացնենք մեր քաղաքացիներին։ Ավելի վաղ հայտնի էր, որ միասնության թևերի հետ ձեր միավորումը չստացվեց, առանձնացաք։ Ձեր կարծիքով ամեն դեպքում ընդդիմադիր դաշտի միավորման, ընդհանուր ճակատով հանդես գալու համար ի՞նչն է խանգարում, ինչը չի ստացվում, ինչն է ընդդիմադիրների շրջանում խոչընդոտներ ստեղծում։ Ես հիշեցի, որ մեր նախորդ զրույցի ընթացքում այս մասին խոսել ենք եւ ես ինքս հանրային դաշտում, քաղաքական դաշտում այն գործիչներից կարող եմ համարել ինքս ինձ, ով մշտապես եւ շարունակաբար խոսել է ընդդիմադիր դաշտում միասնական հանդես գալու եւ օրվա իշխանությանը պայմանական ասենք հաղթելու ուրեմն սցենարի օգտին, բայց այդ միասնականությունը տեսեք այդպես հեշտ եւ միատարր չի կարող լինել, բնականաբար մարդիկ շատ տարբեր են, քաղաքական ուժերը ունեն իրենց պատկերացումները, իրենց պլանները, իրենց ամենատարբեր սցենարները, թե ինչպես պետք է մասնակցել, հետեւաբար այդ մեխանիկական միացումը, այսպես թե այնպես հնարավոր չէր։ Ցավալի է այն, որ այդ ամբողջական միասնություն կոչվածը, որ մենք խրախուսել, ջատագովել եւ ողջունել, կարելի է ասել ողջունել ենք, տեղի չի ունենում, բայց դա էլ իր օրինաչափ բացատրությունները ունի։ Քաղաքական ուժերը ունեն ծրագրեր, ունեն հռետորաբանություն,
ունեն քարոզարշավային պլան եւ տրամաբանություն, որը բոլորի մոտ չէ, որ կարող է միատիպ լինել եւ առաջնահերթ տարբերությունները հանդես են գալիս հենց ծրագրերում, որտեղ քաղաքական ուժերը ունեն իրենց պատկերացումներն ու մոտեցումները եւ սա կարող է խոչընդոտ հանդիսանալ հետագայում, եթե նույնիսկ իրար հետ մեկ կարողանան պայմանավորվածություն ձեռք բերել եւ մեկ ընտրացուցակով հանդես գալ, դա խնդիրներ է ստեղծելու արդեն խորհրդանական ֆորմատում եւ խորհրդանական ֆորմատում, որպեսզի այսքան ժամանակի եւ տարածության մեջ այնպես չստացվի, այդ ուժերը զուտ խորհրդան անցնելու համար համագործակցեցին, իսկ խորհրդանում իրարից բաժանվեցին եւ ավելի մեծ խնդիրներ ստեղծեցին։ Լավ է, որ պայմանավորվածությունները, եթե իրենց վերջնական հանգրվանին չեն հասցվում, տեղի ունենան մինչև ընտրությունները։ Ես կարծում եմ, որ դեռ ժամանակ կա, որպեսզի քաղաքական ուժերը կարողանան իրենց ամբիցիաներից վեր կանգնեն եւ հասկանան, որ այսօր մեկ խնդիր ունենք լուծելու եւ այդ խնդիրը լուծելու ուղղությամբ որքան ջանք կարող են գործադրել, սա պետք է քննարկման առարկա դառնա։ Հիմա ձեր տպավորությամբ արդեն հայտնի 3 ուժերի մասին է, առաջատար ուժերի մասին դեմադիր խոսք է գնում, այս պահի դրությամբ դեռևս քարոզարշավը չի մեկնարկել, ձեր տպավորությունը ինչպիսին է, արդյոք հնարավոր կլինի ընդդիմադիրներին թեկուզ միավորմամբ իշխանությանը զրկել իշխանությունից, այսինքն Փաշինյանին ձեր ասած հաղթելը հնարավոր է այս պայմաններում այսօրվա դրությամբ, եթե դիտարկում ենք իրավիճակը։ Եթե հետևենք սոցիոլոգիական հարցումների տրամաբանությանը, այդ շանսերը մեծանում են օր-օրի եւ արդեն իսկ հայտնի այդ 3 ուժերը կարող են, այսպես ասած, հավակնել միասին համատեղ ձևավորել, օրինակ, եթե խորհրդանում անցողիկ ձայներ ունենան եւ այդ ձայները բավարար լինեն, որպեսզի կոալիցիոն կառավարություն կարողանան կազմել, իրար հետ համագործակցաբար չթողնեն, որպեսզի քաղաքացիական պայմանագիրը ունենա իշխանություն արդեն խորհրդանական ընտրություններից հետո։ Սակայն սրա շանսերը ավելի կարող է մեծացնել միայն քաղաքացիների բավարար եւ մեծ մասնակցությունը։ Եթե մասնակցությունը լինի օրինակ նախորդ ընտրությունների տրամաբանության եւ ձևաչափի մեջ, ապա շանսերը բնականաբար քչանելու են եւ քաղաքացիական պայմանագիրը միանշանակ կունենա ավելի մեծ հնարավորություններ նորից վերցնելու իշխանությունը, ստանալու մեծամասնություն քաղաքացիների, մասնակցած քաղաքացիների մեծամասնական ձայները եւ ձևավորելու կառավարություն նույնիսկ միանձնյա։ Տեսեք, իշխանության քարոզչությունը ամենաակտիվն է։ Եթե տեսնում ենք, մենք նույնիսկ Նիկոլ Փաշինյանն իր աշխատանքային ժամերին է քարոզչությամբ զբաղվում ու եթե նախկին իշխանությունների ժամանակ դա մեծ աղմուկ կարող էր հանել, հիմա կարծեք թե դարձել է սովորական երևույթ։ Հիմա օրինակ այսօր 3 ինքը նախընտրական ծրագիրն է ներկայացնում աշխատանքային ժամին։ Այս ամեն ինչը եւ եթե հետևում եք նաեւ քարոզարշավը, որ իրականացնում է մարզերը գնում, քաղաքացիների հետ է հանդիպում, ձեզ ինչ է հուշում, արդյոք իշխանությունը իսկապես կտրուկ կորցրել է իր ընտրազանգվածին, թե կայուն է իշխանության ընտրազանգվածը, Նիկոլ Փաշինյանի ընտրազանգվածը մնացել է իր կողքին։ Միանշանակ ոչ, այստեղ նույնիսկ կարիք չկա հետևելու սոցիոլոգիական հարցումներին եւ չափելու հանրային տրամադրությունները տարբեր ձևաչափերով, որովհետեւ մենք տեսնենք, որ Նիկոլ Փաշինյանը հատկապես 2021 թվականից հետո կորցրել է իր ընտրազանգվածի աջակցությունը։ Հենց սրանով է նաև պայմանավորված ժամանակից շուտ ընտրապայքարի մեջ մտնելու, քարոզարշավը ամբողջ հանրապետությունով մեկ կազմակերպելու իր այդ ջանասիրությունն ու խանդավառությունը, որովհետեւ մարդը հասկանում է, ուրեմն օրենքի տրամաբանության եւ օրենքով սահմանված ժամանակահատվածում ինքը հնարավորություն չի ունենալու ամբողջովին ամբողջ հանրապետության տարածքում բոլոր քաղաքացիներին հասցնելու իր ճակերտավոր ուղերձը խաղաղության մասին։ Հետևաբար նա հանրային միջոցները օգտագործելով, ինչու ոչ նաև աշխատանքային ժամին Հայաստանի Հանրապետության քաղաքացիների գրպանից վճարված հարկերի հաշվին վարձել է ավտոբուսներ, զբաղեցնում է պաշտոնատար անձանց իրենց գործից կտրելով, թեև մեծ հաշվով իրենք կառավարման այս երկու շրջափուլում ապացուցել են, որ տապալել են
Հայաստանի Հանրապետության կառավարումը ձախողել են ընդ որում բոլոր ոլորտներում, ոչ միայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության գործում, անվտանգության տեսանկյունից։ Հետևաբար նրանց ոչինչ չի պահում, որպեսզի այդ հանրային միջոցները օգտագործեն եւ ագրեսիվ քարոզարշավ իրականացնեն։ Նաեւ ընդդիմության ոչ միայն խորհրդանական, այլև արտախորհրդանական ընդդիմության գործադրած ջանքերը այդ մասին խոսելու, քննադատելու, սոցիալական ցանցերով տարածելու եւ քաղաքացիներին տեղեկացնելու, որ մարդիկ ի վերջո այս պաշտոնյաները ձեր միջոցներով են կարողանում կենսակերպ իրենց ապահովել։ Այդ մարդիկ չեն իրականացնում իրենց լիազորությունների տիրույթում եւ իրենց օրենքով սահմանված գործառույթները, այլ գնացել են ինչ-որ սիրողական համերգներ են իրականացնում վարչաբենդով, թմբուկ են նվագում, ավտոբուսի մեջ տարբեր ուտելիքներ են ուտում, մեկ եւ չմոռանանք նաեւ ի վերջո Կիրակի օրը գործի դնելով, պետական պահպանության ծառայության աշխատակիցներին եկեղեցու պատերի ներսում իրականացնում են քարոզարշավ եւ դրա շրջանակներում նաեւ ծեծում 18-ամյա երիտասարդի, զրկում նրան ինքնապաշտպանվելու հնարավորությունից։ Ինչի մասն է խոսքը։ Բնականաբար սա նաեւ ցայտնոտի նշան է, այսինքն Նիկոլ Փաշինյանը ժամանակից շուտ ֆալս ստարտ անելով, իր քարոզարշավը սկսելով ցույց է դնում իր վախերը, հասկանալով, որ ունի հնարավորություն կորցնելու եւ միևնույն ժամանակ փորձում է ահաբեկել պատերազմի մասին իր այսպես բարձրագույն հայտարարությունները, որ եթե իրենք չլինեն, ապա Հայաստանը հերթական պատերազմի մեջ է ընդգրկվելու։ Իրենք հենց պատերազմն են, պատերազմ բերած կուսակցությունը չի կարող վախեցնել քաղաքացիներին նոր իրենց չլինելու պարագայում նոր պատերազմով։ Այսինքն, երբ որ նշում եք խոճապի մեջ է, ինքը հասկանում է, որ կորցնում է իշխանությունը, ձայները այլևս առաջվանը չեն, իրեն վստահ քաղաքացիներն այլևս կորցրել են վստահությունը։ Իհարկե, նա հասկանում է, որ ինքն էլ առաջվանը չէ, հանրությունն էլ առաջվա ամբողջական միամտությունը չունի, հանրային դժգոհությունը սարսափելի մեծ մասշտաբների է հասնում եւ դա կարելի է տեսնել ամեն Աստծո օր առավոտյան աշխատանքային ժամի սկսելու հետ եւ ավարտին նույնպես ամենապրիմիտիվ օրինակը հանրային տրանսպորտներում, քաղաքում, փողոցներում քայլելիս դժգոհությունները հնարավոր չէ թաքցնել։ Ակնհայտ է, չէ, որ մարդկանց կյանքում այս 8 տարիների ընթացքում ոչ մի բան չի փոխվել։ Ինչն է փոխվել, միայն դժգոհելու հնարավորությունը։ Դա եմ ասում, կենսաթոշակն են բարձրացնել, ապահովագրությունն են արել, զինծառայության ժամկետն են կրճատել։ Շատերը դա գնահատում են հասարակությանը այսպես կաշառելու հնարք։ Սա էլ չի աշխատի։ Շատ ճիշտ ձևակերպում եք ասում, այո, հանրությանը կաշառում են, սակայն այդ 3 փոփոխությունները ճակերտավորը, որոնք դուք մեջ բերեցիք, դրանք իմիտատիվ են։ Տեսեք, թոշակների բարձրացումը տարին, երբ որ ավարտվում էր բյուջեի նախագծի ներկայացման ավարտից հետո չկար թոշակների բարձրացման մասին տող եւ կար հակառակը անթույլատրելի հայտարարություն Հայաստանի Հանրապետության դե ֆակտո վարչապետի կողմից, որ տարեցները ունակ չեն կառավարել իրենց ֆինանսները, բարձրացնենք, որ ինչ անեն, ինչներին է պետք, մենք ավելի լավ գիտենք, որտեղ դա օգտագործել։ Հայտարարում էին, որ ուղղելով առողջապահության ոլորտին, իրենք ավելի հստակ կարող են դիագնոզել, թե տվյալ տարեցը ինչ կարիք ունի, նաև ինչ հիվանդություն ունի, եւ այդ գումարներով կարող են որոշել, թե նրան ինչ բուժում է հասնում կամ ինչ պետք է նա ուտի։ Հետո հանկարծ նոր տարվա սկզբին մեկ էլ մի առավոտ շաբաթ թե կիրակի օր վարչապետը որոշեց, որ չէ, կարելի է թոշակները այնուամենայնիվ մի 10,000 դրամով բարձրացնել, որովհետև ամեն դեպքում տարեցները բավականին լայն ընտրազանգված են եւ հանկարծ չստացվի այնպես, որ հունիսի 7-ին այդ տարեցները իրենից նեղացած գնան ու իրեն չընտրեն։ Բնականաբար մարդկանց, խելամիտ մարդկանց հիմարի տեղ դնելով, այս մարդիկ փորձում են իրենց քաղաքական դիվիդենդները շահել, չհասկանալով, որ
այլևս հնարավոր չէ մոլորության մեջ պահել։ Եվ այդ 10,000 դրամ թոշակը, որը ընդհանրապես արհամարհական վերաբերմունք է մեր տարեց քաղաքացիների հանդեպ, ոչ մի հարց չի լուծելու։ Թող իրենց հարցն են, արդյոք որքան կարող են գոյատևել ընդամենը 10,000 դրամ ավել գումար ստանալու։ Չհաշված իրենց միլիոնների պարգևավճարներ, այնպես որ կարծում եմ սրանք պարզապես իմիտատիվ քայլեր են եւ առողջապահական ոլորտի ապահովագրությունն էլ բացարձակապես ձախողված պրոյեկտ կարելի է անվանել։ Բժիշկների դժգոհությունը եւս կարող ենք տեսնել, թեև այս նախընտրական տրամադրությունների ֆոնին մի քիչ դժվար է նաեւ այդ խնդրի մասին հետևողական խոսել եւ զբաղվել, գնալ հետևից, որովհետեւ առողջապահության նախարարը շարունակ սկսում է լղոզել եւ լսելի չդարձնել բժիշկների ձայնը, բայց պարզ է, որ մի օր այդ իմիտացիան պայթելու է։ Պարզապես լավ կլինի, որ դա մինչև ընտրությունները լինի, մարդիկ ավելի հստակ հասկանան, որ այս իշխանության այլևս չի կարելի ձայն տալ։ Տեսակետ կա, որ այս իշխանությունը նաև վայելում է դրսի աջակցությունը, Եվրամիության աջակցությունը, Եվրամիությունից հատուկ խումբ են գալու, որպեսզի հիբրիդային այսպես կոչված պատերազմի դեմ պայքարեն։ Այս համատեքստում ուզում եմ խոսենք նաև վերջին օրերին դուք Եվրախորհրդի պաշտոնյայի հետ եք հանդիպել այնտեղ, տպավորությունները Հայաստանի իշխանության հետ կապված ինչպիսին են եւ ձեր այցի նպատակների մասին մի քիչ նաև խոսենք, ինչու ենք այնտեղ։ Ուրեմն հունիսի ներողություն մայիսի 4-ին Հայաստանում Երևանում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունենալու Եվրոպական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, որի շրջանակներում Եվրոպայից ներկայացված են լինելու բարձրաստիճան պատվիրակության անդամներ, Եվրոխորհրդի եւ Եվրամիության անդամ պետությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, Եվրախորհրդանի անդամներ, նաև Եվրամիության ներկայացուցիչներ, տարբեր երկրներ ներկայացնող դելեգացիաներից։ Սա ըստ էության, եթե համարենք Նիկոլ Փաշինյանին ամենաբարձր մակարդակով Եվրամիության կողմից աջակցություն, այո, այդպիսին է։ Եվ փաստացի ընտրություններից ուղիղ 1 ամիս առաջ նմանատիպ մեծ միջոցառումը փաստում է, որ ոչ թե մարդիկ Եվրոմիությունից գալիս են, որպեսզի պայքարեն հիբրիդային ինչ-որ ֆեյք պատերազմների դեմ, որոնք հենց իրենք են ձևակերպել եւ հորինել, այլ գալիս են հենց այդ հիբրիդային պատերազմը տանելու եւ շարունակելու, որովհետեւ սա ուղիղ աջակցություն է գործող իշխանությանը եւ անհավասար, անհամաչափ պայմանները ստեղծելու քաղաքական մյուս ուժերի նկատմամբ։ Սրա մասին մենք գնացել ենք, որպեսզի Եվրոպարլամենտի անդամների հետ հանդիպումներում խոսենք, ներկայացնենք եւ ասենք, որ ժողովրդավարությունը շատ վաղուց Հայաստանում այն տեսքն ու ձևը չունի, ինչպիսին այն ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Եվ աջակցելով նրան, դուք աջակցում եք այն ժողովրդավարության հիմքերի խարխլմանը։ Հայաստանի Հանրապետություն ժողովրդավարությունը սկսել էր նոր ձևավորվել եւ դուք այդ նոր ձևավորվող հիմքերին աջակցությունը ցույց տալով Նիկոլ Փաշինյանին հարվածում եք։ Մենք հանդիպում ենք ունեցել ոչ միայն մեկ պաշտոնյայի, այլ Եվրախորհրդարանի պատրիոտների խմբի եվրոպական մի շարք երկրների դելեգացիաների ներկայացուցիչների հետ, մոտավորապես 5 պաշտոնական բաց հանդիպում, հիմնականում ուրեմն այդ հանդիպումների շարքը կազմակերպել էին Բելգիայի դելեգացիայի ներկայացուցիչները, որոնց հետ մշտապես կապի մեջ ենք, համագործակցության եզրեր ունենք արդեն իսկ, եւ այդ համագործակցությունը բնականաբար առաջիկայում ավելի լայն ձևաչափ է ստանալու։ Ինչու՞մ է դրա տրամաբանությունը, հա։ Հայաստանում այնպիսի տպավորություն կա, որ Եվրոպական միությունը այն ձևով ոնց որ ներկայացվում է եւ 30 տարի Հայաստանում ներկայացվել է, դա հակառուսականություն է։ Այսինքն, եթե ասում ենք Եվրոմիություն, հասկանում ենք հակառուսականություն, Ռուսաստանի դեմ պայքար, Ռուսաստանի հետ համագործակցության եւ ռազմավարական գործընկերության դադարեցում եւ այլն։ Մինչդեռ դա այդպես չէ, այսինքն
այս կեղծ տրամաբանությունը մեր եվրոպական այլ գործընկերների հետ կապեր հաստատելով փորձում ենք հերքել։ Ինչ է սա նշանակում։ Եվրոպայում բացի Եվրոմիության ուրեմն ինտեգրմանը կողմնակից ուժերից գոյություն ունեն նաև եվրոպական տարբեր երկրների, Բելգիայի, Ֆրանսիայի, Նիդերլանդների, Պորտուգալիայի եւ ելի մի շարք երկրների պատվիրակություններ, ովքեր կողմ են տարբեր երկրների հետ համագործակցությանը ինքնիշխանության տրամաբանության մեջ, տվյալ երկրների շահերի տրամաբանության մեջ։ Չեն գծում սահման կամ մեզ հետ է կամ գնում եք Ռուսաստան։ Այո, չեն գծում սահման, բնականաբար հասկանալով Հայաստանի Հանրապետությունը ինչպիսի տարածաշրջանում է գտնվում, նաև ինչ Հայաստանի Հանրապետության շահերից ինչ ֆորմատի ուրեմն համագործակցություններն են բխում, այդ մարդիկ կողմ են, որպեսզի Հայաստանը իր պետության եւ իր ազգային շահից ելնելով ձևակերպի հետաքրքրությունները տարածաշրջանում եւ Եվրոմիության հետ համագործակցության տրամաբանության մեջ։ Չեն կոպիտ ասած, եթե ավելի պարզ լեզվով ասենք, չեն պարտադրում եվրոինտեգրում, եվրոդրամների դիմաց եւ ինքնիշխանության կորուստ։ Չեն պարտադրում, որպեսզի մտնենք Եվրոպա, որ ունենանք օրինակ մուտք դեպի եվրոպական տարբեր երկրներ որպես տուրիստներ կամ ուղղակի քաղաքացիներ, ովքեր հետաքրքրված են։ Այսինքն ձեր ասելիքը հասկանալի էր այնտեղ, ըմբռնումով է մոտենում, նաև այն ինչ որ ձեր խոսքի սկզբում ասացիք, Հայաստանում ոչ ժողովրդավարական արդեն Փաշինյանի քայլերը։ Եվրոմիության մեր այս գործընկերները պատրիոտների խմբից հասկանում են շատ լավ, որ Եվրոմիության ուղիղ աջակցությունը եւ ազդեցությունը նախընտրական փուլում Փաշինյանի համար հանդիսանելու է աջակցող ուժ, որպեսզի նա վերարտադրվի։ Եվրոպայի մեր այս գործընկերները հասկանալով սա, փորձելու են մեզ աջակցել, որպեսզի մեր ձայնը լսելի լինի նաև Եվրոպարլամենտում, մասնավորապես հասցնելով, որ նրանք կասեցնեն Եվրոպայի ուրեմն համայնքի 8-րդ գագաթնաժողովի կայացումը Հայաստանի Հանրապետությունում, կանխելով դա որպես աջակցություն ցուցաբերել Նիկոլ Փաշինյանի վերարտադրությանը։ Սա հենց այն է, ինչ տեղի է ունենալու։ Եվրոմիության նմանատիպ ուրեմն ձևաչափով միջոցառումը հենց ուղիղ հիբրիդային պատերազմն է, որ տարվում է Հայաստանի Հանրապետության դեմ։ Հետևաբար մենք պետք է մեր ձայնը լսելի դարձնենք եւ տեղեկացնենք հնարավորինս շատ պատվիրակությունների եւ երկրների ներկայացուցիչներին, որպեսզի թույլ չտան անհավասար պայմանների ստեղծումը Հայաստանի Հանրապետությունում։ Այդ խոսքով թույլ չտան այդ միջոցառումը այդ ժամանակ Հայաստանի։ Այո, առնվազն բոյկոտեն եւ հասկացնեն, որ ժողովրդավարության մասին իրենց դրոշակները փաստացի երկակի ստանդարտներ են եւ իրենք բոլորովին կապ չունեն ժողովրդավարության հետ եւ այնինչ այսօր տեղի ունենում Հայաստանի Հանրապետությունում տարբեր քաղաքացիների հետ, քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, որևէ աղերս չունի ժողովրդավարության հետ։ Մարդկանց ձայնը լռեցնում են, խոչընդոտում են իրենց քաղաքական գործունեությունը, որովհետեւ հասկանում են, որ շանսերը վերարտադրվելու կչանում են, հետեւաբար նույնիսկ ամենաբացահայտ ձևով կարող են օրենքը շրջանցելով գործի դնել այնպիսի միջոցներ, որ մարդիկ ընտրությունների նախաշեմին պարզապես կալանավորվեն եւ հնարավորություն չունենան անցկացնելու իրենց քարոզարշավները եւ ընտրարշավները։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։